Պատերազմը կարծես ավարտին է մոտենում։ Ալբերտ, արևմտյան մամուլում են շատ կարծիքներ հնչում պատերազմը ավարտվելու մասին, սակայն այս պահը ես կբնութագրեի որպես կայուն անկայունություն կամ հակամարտությունը նորից սառեցնելու փորձ։ Իրանում սակայն չեն պատրաստվում, այսպես ասած, զենքերը վայր դնել, քանզի չկա այսպես ասած երաշխիքներ, որ պատերազմը նորից չի վերսկսվի, բայց այն կարծիքները, որ պատերազմը շուտով կավարտվի, ես կարծում եմ գալիս է ինչ-որտեղ Կարմիր ծովից ամերիկյան Ջերալդ Ֆորդ ավիակրի դուրս գալու լուրի հետ, քանզի այս ավիակիրը պատերազմի հենց սկզբից մասնակցություն է ունեցել եւ Մերձավոր Արևելքը վերջերս է լքել, իսկ ամերիկյան մյուս երկու ավիակիրների, այսինքն Աբրահամ Լինքոլնի եւ Ջորջ Բուշի մասին այս պահին տեղեկություններ չկան։ Այդ ավիակիրը դրա դուրս գալը իրոք վկայում է պատերազմի ավարտի մասին, թե կարող է այլ նպատակով դուրս եկած լինել։ Չեմ կարծում, որ սա լուրջ ապացույց է մտածելու, որ պատերազմը կավարտվի, սակայն դեռ երկու ավիակիրների մասին, ինչպես արդեն նշեցի, չգիտենք որտեղ են գտնվում Ջորջ Բուշն ու Աբրահամ Լինքոլնը եւ չի բացառվում, որ Ջորջ Բուշ ավիակիրը, որը 2 շաբաթ առաջ էր եկել Արաբական ծով, եկել էր փոխարինելու Ջերալդ Ֆորդին եւ չի բացառվում իրականում, որ սա ավիակիրների փոխատեղում է պարզապես։ Սատենիկ, բայց ամեն դեպքում Թրամփի վերջին հայտարարությունները լարված դրության այսպես լիցքաթափման մասին են վկայում։ Ալբերտ, գիտես, ամերիկացի քաղաքագետ Ջոն Մյուրշեյմերին ուզում եմ մեջ բերել։ Նա այն կարծիքին է, որ Թրամփին մի ուղի է մնացել, եթե ուզում է փակել այս հարցը, ընդունել պարտությունը։ Իսկ ինչ վերաբերում է Թրամփի հայտարարություններին, կարծում եմ իր հայտարարությունների վրա եզրակացություններ անելը անշնորհակալ գործ կլիներ։ Նա մի օր հայտարարում է, որ պատրաստ է վերացնել Իրանի քաղաքակրթությունը եւ հեռացնել իրանական իշխանություններին, մի օր հայտարարում է, որ իրենք հաղթել են եւ իրանցիները գործար կնքելու համար դիմել են իրեն եւ ամբողջությամբ պատրաստ է պայմանագիր ստորագրել եւ մեկ օր հայտարարում է, որ ամբողջությամբ ոչնչացրել է Իրանի ռազմական ներուժը։ Իսկ Իրանում հավանական համարում են այս պահին պատերազմի հանգուցալուծումը։ Իրանում կարծիքներ բանակցությունների վերսկսման մասին չկան, իսկ ինչ վերաբերում է պատերազմը վերսկսելուն, ավելի շատ կարծես թե կենտրոնացած են այն մտքի վրա, որ հնարավոր է ամեն պահ պատերազմը վերսկսի, հատկապես Մոհամմադ Մարանդին, որը Իսլամաբադի բանակցությունների ժամանակ ներկա է եղել, պրոֆեսորը կարծում է, որ այս պատերազմում հատկապես արժե մեղադրել արաբական աշխարհին, որոնք փաստորեն թույլ տվեցին Միացյալ Նահանգներին օգտագործել իրենց ջրային, ցամաքային, օդային տարածքները Իրանի դեմ պատերազմում։ Իսկ իրանցի պաշտոնյաները մշտապես հայտարարել են, որ ամերիկացի բանագնացների նկատմամբ ունեն անվստահություն, քանզի արդեն երկրորդ անգամ բանակցությունների ընթացքում պատերազմ է սկսվում Իրանի դեմ։ Սատենիկ, նաև խոսում են հակամարտության կարգավորմանը Չինաստանի հավանական ներգրավման մասին, ինչ է հայտնի։ Կա տեսակետ, որ Չինաստանը կարող է լինել պատերազմի հանգուցալուծման միջնորդը եւ կարծում եմ Չինաստանի միջնորդությունը ավելի ընդունելի է Իրանի համար, քան Միացյալ Նահանգների։ Համենայն դեպս Չինաստանի միջնորդության հավանականությունը ես չէի բացառի։ Ապրիլի կեսերին, երբ Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգը Պեկինում էր, Չինաստանի նախագահ Սի Ցզինպին ներկայացրել էր Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար 4 կետանոց առաջարկ, ընթերցեմ։ Նա առաջարկում է մնալ հավատարիմ խաղաղ համակեցության սկզբունքին եւ աջակցել Պարսից ծոցի պետություններին, բարելավել իրենց կապերը, աշխատել Մերձավոր Արևելքի կայուն անվտանգության համար։ Մյուս կետը հավատարիմ մնալ ազգային ինքնիշխանության սկզբունքին, հարգել Պարսից ծոցի պետությունների ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ պաշտպանել կառույց
կառույցների, հաստատությունների եւ անձնակազմի անվտանգությունը։ Կարծում եմ այս կետը տեղավորվում է հատկապես Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին թիրախավորելու համատեքստում։ Եվ երրորդ կետով կոչ է անում հավատարիմ մնալ միջազգային իրավունքի գերակայության սկզբունքին եւ ՄԱԿ-ի կանոնադրության հիմքում ընկած միջազգային համակարգին եւ վերջում հավատարիմ մնալ զարգացման եւ անվտանգության նկատմամբ հավասարակշռված մոտեցմանը։ Սատենիկ, իսկ հնարավոր է, որ Իրանի գլխավոր դիվանագետը անցած շաբաթ, այս շաբաթ ներողություն Պեկին էր մեկնել հենց այս թեմայով քննարկումների համար։ Չի բացառվում Ալբերտ, մանավանդ որ Արաղչի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի արտգործնախարարը վերահաստատել էր, որ իրենք աջակցում են Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ու կայունության հաստատմանը։ Ի վերջո Չինաստանը շահագրգիռ պետություն է այս պատերազմի հանգուցալուծման գործում, քանզի Չինաստանը հանդիսանում է Իրանի ամենախոշոր նավթ գնող պետությունը եւ նույնիսկ կան ուսումնասիրություններ կամ կարելի է ասել լուրեր են պտտվում, որ Չինաստանը նույնիսկ բլոկադային զուգահեռ Հորմուզի նեղուցում լարվածության ընթացքում էլ կարողացել է Իրանից նավթ գնել։ Եվ մի հետաքրքիր դիտարկում, մեկ շաբաթում Իրանի արտգործնախարարի եւ իրեւ հավելեմ, որ մոտ օրերս սպասվում է Թրամփի կողմից այց Պեկին եւ հնարավոր է, որ իր այցից հետո խոսակցություններ հիմնականում լինեն արդյոք Չինաստանը կդառնա միջնորդ այս լարվածության գործում, թե ոչ։ Եվ խնդիրը հենց այստեղ է հետաքրքիր դիտարկումս, որ Չինաստանում մեկ շաբաթվա մեջ Իրանի արտգործնախարարի եւ ԱՄՆ նախագահի հյուրընկալելը հաղթանակ են համարում Չինաստանի նախագահի համար, որը Չինաստանի դերը որպես համաշխարհային տերություն ամրապնդելու նպատակն է հետապնդում։